Օրեր առաջ Գոյ թատրոնը հայտարարություն էր տարածել նոյեմբերի 4-ից բնականոն աշխատանքի հալցնելու վերաբերյալ։ Երկուշաբթի սակայն դուռը կրկին փակ էր նրանց համար։ Թատրոնի դերասանները հղում անելով արդարադատության նախարարության որոշմանը պատրաստվում էին աշխատանքի, բայց լրագրողների հետ զրույցի ժամանակ թատրոնից դուրս եկավ տնօրենը եւ առաջարկեց զրույցը շարունակել ներսում։ Կարող ենք անցնել ներս, ներսում զրուցել։ Կարող ենք այստեղ էլ տարբերություն չկա, բայց առաջարկում եմ ներս։ Եթե Գոյից ներկայացուցիչներ կան, կարող են 2 հոգի գալ։ Ակադեմիական թատրոնում սակայն Գոյ թատրոնի ներկայացուցիչները երկար չմնացին, հիմնավորելով, որ բուն հարցից տնօրենը շեղվում է եւ միշտ հնարավորություն ունի լրագրողների հրավիրել եւ առանձին զրուցել։ Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս անընդհատ մարդուն ընդհատել, բայց երբ որ ես փորձեցի միջամտել ասելով, որ մենք ուրիշ հարցով ենք եկել, մամուլի ասուլիսը դուք կարող եք հետո հրավիրել, հա, տեսակ պատասխանը ինձ ստացվեց։ Այսինքն իմ դաստիարակությունը թույլ չի տալիս անընդհատ ընդհատել, անընդհատ որպեսզի իմ խոսքը առաջ տանեմ։ Դրա համար պրոստը մենք ուղղակի որոշեցինք դուրս գալ։ Դատավոր ներողություն Լիլիթ Սադոյան պատասխանել է այս միջնորդությանը, որի բովանդակությունը դուք լսեցիք։ Դատարան ներկայացված միջնորդությամբ հայցվորներին ամբողջը չեմ կարդում, որտեղ նպատակ չկա։ Դատարան ներկայացրած միջնորդությամբ հայցվորների ներկայացուցիչը խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց, մասնավորապես փաստացի գործող իրավիճակը, այն է Գոյ թատրոնի փաստացի գործունեության դադարեցումը, ժամանակավոր փոխել եւ մինչեւ սույն գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը պարտավորեցնել Գ. Սունդուկյանի թատրոնի տնօրենին վերադարձնել տարածքը Գոյ թատրոնի աշխատակիցներին բնականոն գործունեություն ապահովելու նպատակով։ Դատարանը որոշեց հայցվորներ Արթուր Սահակյանի, Արամ Անուչարյանի, բոլորի անունները չկարդամ, ներկայացուցչի միջնորդությունը հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ մերժել։ Ըստ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի Գոյ թատրոնի ներկայացուցիչներին 2 տարբերակ է առաջարկվել, սակայն 2-ից էլ հրաժարվել են։ Արդեն դրսում լրագրողների հետ զրույցում փաստաբան Կարո Ասատրյանը իրենց տեսանկյունից է ներկայացրել հարցը, նշելով, որ դատարանում ունենք պահանջ, որը վիճարկման հայցի տրամաբանության ներքո է։ Դեռևս փետրվարի 29-ին պահանջ է ներկայացվել ոչ իրավաչափ ճանաչել ԿԳՄՍ նախարարության գործողությունները, սակայն դատարանը հայցի վերադարձ է արել եւ փոխել են պահանջը։ Դատարանի որոշումները թղթային տարբերակը, որը հենց հիմա նաև իմ ձեռքի տակ է, որտեղ հստակ դատարանը վարույթ է ընդունել մեր վիճարկման հայցը, ավելին 3-րդ անձ ներգրավելու որոշում կա դատարանի կողմից, որտեղ եւս նշված է, որ քանի որ վիճարկվում է պետական ռեգիստրի, կադաստրի կողմից տրված իրավունքի վկայականները, հետեւաբար դատարանը նաեւ համաձայնագիրը, որով կնքվել է Սունդուկյանի եւ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ, այս բոլորը քանի որ վիճարկվում է, այս մարմիններին եւս 3-րդ անձ են ներգրավել։ Այսինքն ակնհայտ է։ Հիմա տեսեք, իրանք ներկայացնում են, մենք ստեղ ենք հիմա, փաստացի ասում ենք, որ դուք շարունակում եք ապօրինություն իրավունքի խախտում ցուցաբերել եւ առնվազը վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այն մասով որ արդարադատության նախարարությունը ներկայացրել է, որ ըստ էության իրենք կասեցնում է իրենց գործողությունները, առաջարկում ենք, պահանջում ենք դադարեցնել իրավունքի խախտումը շարունակաբար։ Դիտարկմանը, թե իրենց կողմից հղում արված արդարադատության նախարարության փաստաթուղթը Սունդուկյան թատրոնի իրավաբանի հիմք չի կարող հանդիսանալ, որ բանալիները նրանց տրամադրեն, քանի որ նախարարությունը նման լիազորություն չունի։ Կարո Ասատրյանը պատասխանել է, որ արդարադատության նախարարությունից իրենք չեն պահանջել որոշում տալ, այլ խնդրել են օրենքի մեկնաբանություն։ Մենք բերել ենք թղթեր, որոնցով մենք հիմնավորում ենք, որ սա վիճարկման հայց է։ Եթե իրենք չեն ընդունում, որ սա վիճարկման հայց է, ուրեմն իրենք են պարտավոր դա ապացուցելու, որ սա վիճարկման հայց չի։ Հետևաբար իրենք պետք է ներկայացնեն այս ճանաչման հայցի հետ կապված փաստաթղթերը։ Մենք գտնում ենք, որ շարունակում են ստեղ ապօրինությունները, ընդ որում նաև ըստ էության զերծ մնալով որոշակի որակումներ տալու, մենք ամենայն հարգանքով չենք եկել, ձեզ չենք, իմ գործընկերները չեն հրավիրել, որպեսզի լուսաբանվի մամուլի ասուլիս տեղի ունեն, այլ եկել ենք մեր պահանջը փոխանցելու։ Հիմա փաստացի ստացվում է, որ մենք շարունակաբար հիմա էլ նորից կմոտենանք, ասենք տնօրենը թող մոտենա, մեզ կոնկրետ պատասխան տա։
Գոյի ներկայացուցիչները ցանկացան կոնկրետ հարցով զրուցել Սունդուկյան թատրոնի տնօրենի հետ, բայց այլևս նրանց չցանկացան ընդունել եւ վերջինները ստիպված էին հրավիրել ոստիկանություն, որ կարողանան մուտք գործել թատրոնի շենք, իրացնելու սահմանադրորեն ամրագրված իրենց իրավունքները։ Մենք եկել ենք ստեղ որոշակի պահանջ ներկայացնելու, բայց մեզ չեն թողում մուտք գործենք, մեզ ըստ էության նաև մեր պահանջը, ապօրինությունները շարունակաբար գնում է ու ձեր աջակցության կարիք ունենք առնվազն հասարակական կարգը։ Կարո Ասատրյան։ Շատ բարի, ընդունված է, սպասը կմոտենան, լավ։ Շնորհակալություն։ Ոստիկանության ժամանումից հետո էլ իրավիճակը չփոխվեց եւ վերջինները ստիպված էին հեռանալ, ավելացնելով, որ կտեղեկացնեն հետագա անելիքների մասին։ Հարություն Մինասյան, News Time, LAR Media։